Պարոն Կարապետյան, բայց իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը ասում է, որ հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային խաղացողների համար, այսպես ասած, իրար դեմ պայքարի գործիք է եղել։ Նա մատնանշում է, որ մեր տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է, թեր բնակեցված է, մենք սենցել ենք երջանիկ։ Փաշինյանը չզուգորդի երկու բան։ Նա այստեղ խաղ է ներկայացնում մեր հասարակությանը, հայոց ցեղասպանության ճանաչումը եւ տարածքային նկրտումները երկու տարբեր բաներ են։ Մենք պետք է հայոց ցեղասպանության ճանաչումը որպես արդարության վերականգնում։ Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային նկրտում հարևան որևէ երկրի նկատմամբ։ Ասում գնալու եք Արևմտյան Հայաստան։ Չունի տարածքային նկրտում։ Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային նկրտում։ Հայ ժողովրդի հայրենիքն է, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ նկրտում։ Եվ նա թող երկու բաները չմիացնի երկու հարցերը։ Միայն Թուրքիայից չէ, չունի որևէ նկրտում։ Արցախը Ասեմ։ Արցախի հարևաններից։ Այո, բոլոր հարևաններից Հայաստանի Հանրապետությունը չունի նկրտում։ Այսինքն Արցախը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ միավոր է միշտ եղել եւ Հայաստանի մաս չի կազմել, անկախ միավոր է։ Ճանաչված անկախությամբ, իր անկախության օրով Այդ գործընթացը սպասում, եթե դուք գաք իշխանության։ Մենք պետք է իրականության առերեսվենք, ճիշտ ամենամեծ այս պահին ուղղակի մեր արցախահայերի իրենց հայրենիք վերադառնալու, անվտանգ վերադառնալու իրավունքն է։ Պարոն Կարապետյան, Հայաստանը եւս մեկ անգամ եմ ուզում նշեմ, Հայաստանը տարածքային նկրտում չունի, Հայաստանի Հանրապետությունը տարածքային նկրտում չունի, տարածաշրջանային որևէ երկրի հանդեպ։ Ուղղակի մենք երկարաժամկետ արդարության կողմնակից ենք։ Մենք կողմնակից ենք։ կներեք Արցախը օկուպացված է, պարոն Կարապետյան։ Արդարությունը մեր նախնիներից սպանել են 1.5 միլիոն մարդ, պետք է Թուրքիայի Հանրապետությունը եւ թուրքական հասարակությունը ընդունի այդ մեղքը, որ Օսմանյան կայսրությունը, Թուրքիայի Հանրապետության նախորդ պետությունը, Օսմանյան կայսրությունը կատարել է այդպիսի ոճիր իր տարածքում ապրող հայերի եւ մյուս քրիստոնյաների հանդեպ։ Պարոն Կարապետյան, մի հատ էլի օրինակ նայեք, ընդդիմադիր ուժերը հիմնական իշխանության ինչում են մեղադրում, ասում են մոռացության եք մատնում Արցախի հարցը, բայց մի կողմից երբ որ թեզերը լսում ենք, որևէ ուժ որպես այդպեսին կոնկրետ ընդդիմադիր նկատինում, կոնկրետ տեսլական չի ներկայացնում, թե Արցախի հետ կապված ինչ է պատկերացնում, չէ լինելու։ Ո՞րն է սրա պատճառը։ Տեսլականը ես ձեզ ասեմ, քանի որ 8 տարվա ընթացքում Արցախի հայերի իրավունքների կարգավիճակի քննարկումները իջել է միայն վերադարձի իրավունքի մակարդակի, մեր երկրի, մեր ժողովրդի հիմնական նկրտումը, որ հայերը իրավունք ունեն իրենց հայրենիք վերադառնան այս պահին, եւ նաեւ երկրորդ հարցը Արցախահայերի համար ապահովել Հայաստանում ապահով բնակություն, տների հետ կապված խնդիրը լուծել Արցախահայերի, բայց պետք է հիշենք մի կարևոր բան, երկարաժամկետ մեզ պետք է ունենալ ուժեղ երկիր, որպեսզի այս տարածաշրջանում քամիների, այս բազմակի քամիներով անցնող բարդ տարածաշրջանում մենք կարողանանք երկարաժամկետ լինենք գործոն լինելու հնարավորություն ունենք։ Աշխարհում շատ են օրինակները, որ փոքր երկրները ավելի լավ կազմակերպելով դարձել են գործոն եւ դարձել են տարածաշրջանում խաղաղության հիմնական թելադրող։ Շնորհակալ եմ։ Կարապետյան մի բան էլ, Սամվել Կարապետյանը երբ է պատրաստվում ասուլիսով հանդես գալ, քանի որ արդեն Կամ պրոցեսներ հանդես կգան հայտարարությամբ։ Կարոզարշավի մեկնարկը Հանդես կգան հայտարարությամբ։ Շնորհակալ եմ։